Հայ ազգի արվեստագետ Վեներա Կազարովայի «Երկիր առանց հողի» պերֆորմանսը կառուցված է քարի կերպարի շուրջ։ Ներկայացման մեջ քարը դառնում է հիշողության, հարատևության, տոկունության խորհրդանիշ, իր մեջ ամփոփելով հայ ժողովրդի պատմությունը։ Դժվարությունը իրանց չի կոտրե, չի խանգարում, իրանց ջգարությունը չեն կորցրել։ Ու ես շատ եմ ազդված դրանից։ Ու այս պերֆորմանսը դրա մասին է, որ չնայած դժվար է, բայց կյանքը ստեղ կարա լինի։ Հասմիկ Թանկյանը բեմադրում է ծննդաբերության տեսարան։ Երեխայի ծնվելուց հետո նա փորձում է գտնել նախկին ազատությունն ու թեթևությունը, սակայն իրականությունն այլևս նույնը չէ։ Կարևոր է տեսնել, թե ոնց ենք մենք վերաբերվում է ծանրությանը։ Ինքը մեզ համար դառնում է բեռ, թե դառնում է փորձություն, թե դառնում է խնդիր, որը որ փորձում ենք մենք լուծել, եւ ինչպես ենք ի վերջո փորձում այդ արտահայտություն ունենք, չէ՞, քարը փեշերից թափել, ոնց ենք մենք դա անում, հա, ոնց ենք մենք այդ քարը փեշերից թափում։ Ներկայացման յուրաքանչյուր մասնակից յուրովի է արտահայտում կյանքի տարբեր փուլերի դժվարությունները։ Տոմա Այդինյանը գլխին կրում է 3 քար, ապա տալիս մեկ այլ մասնակցի, ցույց տալով անտեսանելի այն շղթան, որով ցավը հաճախ ենթագիտակցաբար փոխանցվում է մեկից մյուսին։ Էմպաթիայի մասին է, որը հայ ազգը ունի իրականում, որ կարող է վերցնի ուրիշի ցավը իր վրա, իր ծանրությունը ու ոնց որ ավելի հեշտացնի դիմացինին։ Ներկայացման եզրափակիչ տեսարանում քարերի արանքից աստիճանաբար հայտնվում է վառ կարմիր ծաղիկը, որպես հույսի ծնունդ ծանր ապրումների մեջ։ Հենց մեր շենքի կողքը այդպես մի հատ ծառ է աճում, չգիտեմ ինչպես է ինքը պայքարել է, դուրս է եկել։ Դա այնքան մի հատ մեծ, sense նույնիսկ հուզիչ մի հատ պահ է ու ինձ թվում է էս էլ է, այստեղ էլ է, որ ծաղիկը հենց նույն այդ բանն է, որ ոնց որ երբ որ դու դժվարություններին դիմանում ես, կերտում ես քեզ, դա քեզ օգնում է ձևավորվել, ձևափոխվել ու լավը դառնալ ու պայքարել, չհանձնվել ու մեկը այդ ծաղիկը կաճի։ Ինչպես քարերի միջից ծնված ծաղիկը, այնպես էլ մարդը անցնելով ցավի, կորուստների, վերափոխումների ճանապարհով իր մեջ գտնում է գոյատևելու եւ առաջ գնալու ուժը։ Հասմիկ Պողոսյան, Արտակ Գևորգյան, լուրերի համար։